յուրաքանչյուր խոսակցությունից հետո ով ուզում է խոսա, ու հիմնականում մեր օպոզիցիոն ֆրակցիաները սարքել են իրենց դուքյանը արդեն իսկականից կներեք բառամթերքիս համար։ Բայց դուք ինչ հասկացիք։ Ընդհանրապես ասում եմ կոմենտ մի արեք։ Ամեն խոսքից հետո ամեն այս մարդիկ որոշել են իրանք պիտի մի հատ ելույթ ունենան, ամեն խոսքից հետո։ Չէ, ուժի ցուցադրում էր ինչ որ ՊՊՑ-ին կարգ։ Չէ, դե ես ինքս դուրս եկա, որպեսզի Չլինի այդ Ում էր ուղղված, ամբողջ ֆրակցիան դուրս եկավ։ նախագահողի ամեն խոսքից հետո չկա ԱԺ կանոնակարգ օրենքում չկա այդպիսի հասկացություն։ Հատուկ զսպեցի, ասեցի, հորդորեցինք ամեն խոսքից հետո կոմենտ ու պրիտոմ սադրիչ։ Ժողովուրդ ջան, դա նորմալ չէ։ Կներեք։ Ամբողջ ֆրակցիան լքում է։ Երբ կվերադառնաք, պարոն Աբրահամյան։ Երբ որ համաձայնություն ենք հայտնում այն որոշման հետ, որը որ կիրառվել է պարոն Դավիթ Ղազինյանի նկատմամբ, հիրավի պարոն Դավիթ Ղազինյանի մեկնաբանությունը տեղին էր, որովհետև ԱԺ փոխխոսնակը պետք է նիստը վարի եւ նա այդտեղ վարման կարգով կարող է խոսել, այլ ոչ թե կոնկրետ խմբակցության անունից մեկնաբանի ամեն ելույթ, ընդհատի եւ կոչ ենք անում վերադառնալ բնականon աշխատանքային ընթացքին Ագեն Ալեքսանյանի մասին է ոչ միայն իրականում, ոչ միայն նկատել ենք, որ նաեւ մյուս փոխոսնակը եւս պարբերաբար նիստը վարելու փոխարեն մեկնաբանում է բովանդակությունը որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր այնինչ պետք է նա ըստ վարման կարգի հետ կապված որոշակի մեկնաբանություններ անի։ Պարոն Վարդևանյան, խնդրեմ ասեք, պարոն Ղազինյանը ինչի վերաբերյալ մեկնաբանություն տվեց։ Պարոն Ղազինյանը պարզապես այդ պահին արձագանքեց Ալեքսանյան Վահագնի կողմից նիստը վարելու կարգից շեղվելուն եւ դա առաջացրեց նիստերի դահլիճից հեռացման կարգապահական պատասխանատվության միջոցի։ Հիշեցման կարգով նման կարգապահական պատասխանատվության միջոց օրինակ Չախոյան Տարոնի նկատմամբ չի կիրառվել։ Ավելին, նիստը վարողը մեկնաբանելու ելույթի հետ կապված շարունակություն ապահովելու որևէ լիազորություն չունի։ Իդեպ կարող եք նաև քարտուղարությանը հարցնել ազգային ժողովի, արդյոք նման լիազորություն կա թե ոչ։ Եվ հիշեցման կարգով էլ, երբ ընտրություններն էր Ռուբինյանի, Կոնջորյանի եւ Ալեքսանյանի, իրենք բոլորը պնդում էին, որ իրենք կարող են լինել անաչառ։ Ավելին պնդում էին, որ նիստը վարելու ընթացքում լինելու են անաչառ։ Հիմա դուք տեսել եք օրինակ մի ՔՊ-ի падգամավորի ելույթին հաջորդի Ալեքսանյանի, Կոնջորյանի կամ Ռուբինյանի մեկնաբանություն։ Չեք տեսել։ Չէ, ի աջակցություն միգուցե, բայց ի հակադրումն երբևէ տեսած չեք լինի։ Այս գործելավոճը անհասկանալի։ Վարդևանյան նիստերի Կվերադառնանք առաջիկայում, ամեն դեպքում ուղղակի ստեղ արձանագրենք մի բան, որ սա գիտեք քաղաքական կաշկանդվածություն է, կանխակալություն է կամ ինչ-որ մի անհասկանալի երևույթ է, բայց ոչ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենք։ Ղազինյանը պարզապես իր դիրքորոշումը ներկայացրեց նման կառուցակարգ ելույթը մեկնաբանելու չունենալու վերաբերյալ։ Սա է ներկայացրել Ղազինյանը, որը իդեպ ես եւս հենց այդ բանին ասում եի։ Իսկ դուք չեք մասնակցի մյուս հանձնաժողովների նախագահների։ Այս առաջիկայում կվերադառնանք, կարծում եմ։ Հիմա մի հատ քննարկենք խմբակցությունը, ամեն դեպքում մեր գործընկերոջը ակնհայտ ապօրինի կերպով հեռացրեցին նիստերի դահլիճ։ Կա է վերաքննիչ դատարան, որտեղ եք բողոքարկելու։ Իդեպ վերաքննիչ դատարան չկա, բայց ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը մեկ ընթացակարգ նախատեսում է, ուղղակի դեռևս ձևավորումը չկա ազգային ժողովի։ Էթիկայի ժամանակավոր ազգային ժողովի խորհուրդն է։ Ազգային ժողովի խորհուրդը։ Հա, բայց չի կարող չէ տարածվել նախորդ դեպքերի վրա։ Այս բանը կներեք, որ